Ադրբեջանը նոր տեսանյութ է հրապարակել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի ձերբակալությունից հայտնում են, որ նա ենթարկվել է քրեական պատասխանատվության։ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը նրան մեղադրանք է առաջադրել Ադրբեջանի տարածքում ագրեսիվ պատերազմին մասնակցելու, վարձկաններ հավաքագրելու, վարժեցնելու եւ ֆինանսավորելու, զինված կազմավորումներ ստեղծելու, զենք զինամթերքով, պայթուցիկ նյութերով, ռազմական ու բանակային տեխնիկայով զինելու, նաեւ Ադրբեջան մաքսանենգ ներմուծելու եւ ահաբեկություն ֆինանսավորելու համար։ Հոկտեմբերի 4-ին հայտնի դարձավ, որ Արայիկ Հարությունյանը հարցաքննվել է Բաքուն, նրան տրամադրել է փաստաբան։ Հոկտեմբերի 5-ին Լեռնային Ղարաբաղից Հայաստան են մեկնել վերջին պաշտոնատար անձինք նախագահ Շահրամանյանի գլխավորությամբ։ Ավելի քան 15 հայ է մնացել ադրբեջանական տիրապետության տակ, հայտնում է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։ Ըստ նրա, ընդհանուր թիվը չի կարող գերազանցել 40-ը, ներառյալ անհետ կորածները։ Տասնյակ հազարավոր մարդիկ արդեն լքել են իրենց տունը, բայց ամենախոցելիները, տարեցները, հիվանդներն ու հաշմանդամություն ունեցողները օգնության կարիք ունեն, հայտարարել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան ներկայացուցչությունը, տարածելով տեսանյութ Ստեփանակերտից։ Տեսանյութում պատմում են քաղաքում մնացած վերջին բնակիչների տարհանման մասին։ Մեր թիմերը բարձրախոսերով շրջել են փողոցներում, որպեսզի կարողանան գտնել աջակցության կարիք ունեցող կամ Հայաստան տեղափոխվել ցանկացող մարդկանց։ Նշված է Կարմիր խաչի հայաստանյան ներկայացուցչության Facebook-յան էջում։ Միացյալ Նահանգների պետքարտուղարությունն ի պատասխան Ամերիկայի ձայնի հայկական ծառայության հարցմանը հաստատել է մամուլում հրապարակված տեղեկությունը, որ օրեր առաջ նախքան Ադրբեջանի հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա Միացյալ Նահանգների, Եվրամիության եւ Ռուսաստանի բարձրաստիճան դիվանագետները հանդիպել են Թուրքիայում։ Պետքարտուղարությունը նշել է, որ սեպտեմբերի 17-ին Ստամբուլում կայացած հանդիպումը գաղտնի չէր, այն միտված էր լուծելու Լեռնային Ղարաբաղում հումանիտար հրատապ կարիքները։ Միացյալ Նահանգները շարունակում է խորապես ներգրավված լինել ստեղծված վիճակում եւ հանձնառու է կողմերին օգնել Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու համար, նշել է պետքարտուղարությունը։ Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին հանդիպել է Թեհրանում գտնվող Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Խալաֆ Խալաֆովի հետ։ Իրանի նախագահը նշել է, որ ՆԱՏՕ-ի ուժերի ներկայությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում Իրանի համար անընդունելի է։ Զանգեզուրի միջանցքը, եթե Հայաստանը հրաժարվի մասնակցել դրա ստեղծմանը, կարող է անցնել Իրանով։ Այս մասին թուրքական հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի նախարարության ղեկավարը։ Կարևոր հարցն այն է, թե արդյոք Զանգեզուրի միջանցքը կանցնի Հայաստանով։ Իրական աշխարհագրական պայմանների տեսանկյունից միջանցքը ձեռնտու կլինի այն տարածքներից ցանկացածին, որով այն կանցնի։ Կարծում ենք Հայաստանը այս հարցը կգնահատի առանց քաղաքական միջնորդավորված նկատառումների։ Հակառակ դեպքում այլընտրանքը կլինի այն, որ միջանցքն անցնի Իրանի սահմանով, ասել է Ուրալօղլուն։ Հոկտեմբերի 6-ին Եվրամիության պետությունների եւ կառավարությունների ղեկավարները կանցկացնեն ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողով։ Նրանք մտադիր են քննարկել համայնքի 2024-ից 29 թվականների ռազմավարական օրակարգը, նաեւ միության հետագա ընդլայնումը, դրա հնարավոր հետևանքներն ու ամենակարևորը, դրա համար անհրաժեշտ հենց Եվրամիության վերափոխումը։ Ըստ Եվրամիության վերջին 19 ամսում առաջին անգամ Ուկրաինան չի լինի եվրոպական գագաթնաժողովների գլխավոր թեման։ Բացի ընդլայնման հարցերից նրանք կկենտրոնանան Եվրամիության նոր ինտեգրացիոն ճգնաժամի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության քննարկման վրա։ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը հանդիպել է ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականի հետ։ Քննարկել են Արցախում ստեղծված վիճակն ու դրան արձագանքելու ուղղությամբ կազմակերպության գործողությունները։ Մհեր Մարգարյանը նշել է, որ ՄԱԿ-ի արձագանքը չի կարող համարվել բավարար։ Պետք է այդ գործում ներգրավվել առավել ակտիվ։ Հայաստանի մշտական ներկայացուցիչը շեշտել է, որ արդեն հայաթափված Լեռնային Ղարաբաղ այցելած Ադրբեջանում ՄԱԿ գրասենյակի առաքելությունը վիճակը նկարագրել է խեղաթյուրված։ Ադրբեջանը կիրառում է էթնիկ զտումը կոծկելու եւ այդ գործում կազմակերպությունը շահագործելու նպատակ։ Մհեր Մարգարյանը կոչ է արել ՄԱԿ մարմինների հետ համատեղ փաստահավաք նոր այց կատարել Լեռնային Ղարաբաղ, բռնի տեղահանվածների հանդեպ Ադրբեջանի իրականացրած ոճրագործությունները փաստագրելու եւ ճշգրիտ տեղեկություն ներկայացնելու համար։ Միացյալ Նահանգների վարչակազմը պետք է դադարեցնի Ադրբեջանի ռազմական օգնության տրամադրումը կապված Լեռնային Ղարաբաղում ստեղծված վիճակի հետ։ Նման կարծիք է հայտնել Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բեն Քարդինը։ Սեպտեմբերին այս պաշտոնում նրա նախորդը Ռոբերտ Մենենդեսը նույն հայտարարություններ արել։ Բեն Քարդինը նշել է, որ Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի Ադրբեջանին անվտանգության աջակցությունը, քանի դեռ նա չի դադարեցրել այս դաժան արշավը։ Սենատորը նկատի ունի Բաքվի ռազմական գործողությունն Արցախի դեմ։ Նա կոշտ քննադատության է ենթարկել Ադրբեջանի իշխանությանը Լեռնային Ղարաբաղի տարածքում իրականացրած գործողության համար։
Լիտվան 350,000 եվրոյի մարդասիրական օգնություն է ուղարկում Հայաստան օգնելու լուծել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կենսական կարիքը։ Այս մասին X-ի միկրոբլոգում հայտնել է Լիտվայի արտաքին գործերի նախարարը։ Գաբրիելուս Լանցբերգիսը նշել է, որ Լիտվան աջակցում է Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջությանը եւ հայ ժողովրդի ընտրած ժողովրդավարության ուղին։ Գարդման Շիրվան Նախիջևան համահայկական միությունը հայտարարությամբ իր խորը մտահոգությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղի բնիկ հայության բռնի տեղահանմանը զուգահեռ Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ ատելության խոսքի, վախի եւ սպառնալիքի շարունակական աճի հետ կապված Ադրբեջանից պահանջելով վերջ տալ հակահայկական, կրոնական եւ ռասայական խտրականության զազրելի քաղաքականությանը, ինչպես նաեւ միջազգային հանրությունից պահանջելով հավուր պատշաճի եւ ժամանակին ուշադրություն դարձնել արձանագրված խնդրին եւ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, ստեղծելու համահայկական պայմաններ 1988-ից 1991-ի, 2020-ի եւ 2023-ի փախստականների եւ բռնի տեղահանվածների վերադարձի ապահով եւ արժանապատիվ կենսապայմանների ու քաղաքակիրթ գոյակցության ապահովման համար։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում հայտարարել է, որ անընդունելի է համարում ռազմական ուժի կիրառումը։ Այս մասին հայտնել է Գերմանիայի նախարարների ներկայացուցիչ Քրիստինե Հոֆմանը։ Նա ընդգծել է, որ Գերմանիայի կառավարությունը հաստատակամորեն հավատարիմ է բանակցային կարգավորմանը եւ Ադրբեջանի ու Հայաստանի միջև կայուն խաղաղության հաստատմանը, որը հիմնված է Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի վրա, ավելացրել է նա։ Google Yandex քարտեզների վրա հայտնվել է Իլհամ Ալիևի անվան ցայտաղբյուր, այգի եւ ժամանցի վայր։ Խուճապի մատնվել պետք չէ։ Ադրբեջանական ֆեյք ոհմակի զանգվածային հերթական հարձակման հետևանքն է։ Թշնամին ամեն կերպ փորձում է փոփոխել բնակավայրերի, մշակութային կենտրոնների եւ փողոցների տեղանունները, ինչպես սահմանամերձ մարզերում, այնպես էլ Երևանում։ Դեպքեր են եղել, Եռաբլուն են փոխել, Երևանում տարբեր աստղեր են փոխել, հիմա էլ այդ ընթացքը կա։ Սահմանամերձ շրջաններում է սա միշտ եղել։ Պատկերացրեք, օրինակ, մի քանի 100 հոգով նույն բանն են առաջարկում Google-ին խմբագրել, ենթադրենք օպերան առաջարկում են անունը դնել Էնվեր Փաշայի անվան թատրոն։ Եվ երբ որ միանգամից շատ առաջարկ է գալիս, Google-ում հաճախ տենց առանց ստուգելու վերցնում փոխում են։ Պարզվում է տեղանունների փոփոխությունն ամենևին էլ դժվար գործ չէ։ Բավարար է միայն, որ մոտ 100 օգտատեր նույնաբովանդակ առաջարկ ներկայացնի Google-ին կամ Yandex-ին։ Օրերի որոշ դեպքերում անգամ ժամերի ընթացքում նոր տեղանուններ կհայտնվեն, կամ էլ արդեն եղածների անվանումները փոփոխության կենթարկվեն։ Քարտեզային սերվիսները իրենք կողմից գծում են բարերը, զորերը, ճանապարհները, շենքերը, բայց իրենք չեն կարող իմանալ բոլոր օրինակ խանութները որտեղ են։ Այդ հատվածը Google-ը ասում է մարդկանց, դուք ինքներդ նշեք տեղը, մեզ ուղարկեք այդ խանութի անունը, նկարներ ուղարկեք եւ այլն, մենք կստուգենք, հավատի նման լինի, կտեղադրենք։ Ուկրաինական պատերազմի հետ կապված, նաև տարբեր երկրների սահմանի հետ կապված անհամաձայնությունների հետ կապված Google-ը մասնակի փակել էր, բայց այսօր էլ կա հնարավորություն Google-ում ինչ-որ բաներ ավելացնել, առաջարկներ ներկայացնել, ասել, որ այսինչը սխալ է, այսինչը ճիշտ, եւ գրեթե միշտ, եթե արվում է համակարգված աշխատանք, հնարավոր է տեղանուններ։ Ամեն բան էլ ավելի է հեշտանում, երբ հակառակ կողմը, այս դեպքում մենք համապատասխան քայլերի չենք դիմում։ Google-ն ու Yandex-ն էլ համարում են, թե խմբագրումները ճիշտ են եւ սկսում են հավանություն տալ, ապա հաստատել փոփոխությունները։ Իսկ ինչ անել նման տհաճ երևույթներից զերծ մնալու համար։ Հայկական կողմից որոշակի հակազդեցություն կա, մարդիկ կան, ովքեր հիմա փորձում են այդ փոփոխությունները հետ վերադարձնել։ Ամեն ինչը շատ արագ հետ վերվեց, բայց դա չի նշանակում, որ էլի չի լինի։ Ոլորտի մասնագետները հորդորում են ակտիվ լինել համացանցում եւ պարբերաբար խմբագրել նշված քարտեզները ճիշտ անվանումներով, իսկ թե ինչպես, փնտրեք YouTube-ում։ Հայաստանում բենզինի գինը բարձրացել է ներմուծման գնի եւ դոլարի փոխարժեքի բարձրացման պատճառով։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքն է։ Հանձնաժողովը պարզաբանել է, որ այս տարվա հունվարին 1 լիտր ռեգուլյար տեսակի բենզինի ներմուծման գինը եղել է 0.41 ցենտ, իսկ սեպտեմբերին 0.8 ցենտ։ Բացի այդ, 2023 թվականի հունվարին փոխարժեքը եղել է 390 դրամի սահմանում, հոկտեմբերին հասել է 414-ի։ Հանձնաժողովը
հիշեցրել է, որ բենզինի գինը մշտապես տատանվում է։ Օրինակ 2022-ի հունվարից օգոստոսին ռեգուլյար տեսակի բենզինի գինը եղել է 500-ից 520 դրամ, պրեմիումինը 520-ից 540-ի սահմանում, մինչդեռ 2023-ի հունվար-մայիսին ռեգուլյարի գինը տատանվել է 320-ից 350, պրեմիումինը 350-ից 370 դրամի սահմանում։